Զահլան դա նույն զզվցներն է, ես դա եզում ճշտ էի։ Ну, այն ինչ որ ավանդաբար այդ թվում նաև ծնգլը, որոշ ծնգլապոպոզ եղած, ծնգլակուշ տեղած մարդկանց, ովքեր որ համարում են, որ կան հարցեր, որոնց այդպես է կարելի պատասխանել, ու զահլեն տանում են ժողովրդի, բոլոր տարբերակներով քննարկեք, այո, սա մեր պատասխանն ու արձագանքն է, այ էսա, ծանր, ծանրակշիռ եւ հասարակության համար արդեն զզվեցնող են թթվի քար դառած զահլենը։ Էսա ինչ որ մենք ներկայացնում ենք պարբերաբար, տարբեր մեր ակցիաներով, ինչպես հիշում եք, եւ սա մեր հերթական ակցիան է։ Իդեպ ասեմ, որ ակցիաները շարունակվելու են, սա վերջինը չի, մենք մինչեւ նախընտրական փուլի ավարտ ունենալու ենք էլի բազմապիսի շատ հետաքրքիր ակցիաներ, այնպես որ խորհուրդ կտամ գալ ու հետևել։ Իսկ հասարակությանը խորհուրդ է տրվում գալ նկարվել, որովհետեւ սա վերջի զահլանա լինելու, որ տանելու են։ Չգիտեմ ինչքան երկար կմնա այստեղ, բայց անգամ տանելու պարագայում միևնույնն է համարեք, որ մեր զահլեն վերցնել ու տանելու են։ Պետական բյուջետով ոնց որ զահլեկը տարել են, տենց էլ թող հավաքեն այս զահլեն տանեն։ Ու վերջի անգամ տանեն։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում, զահլա տանելն է լավ, թե չտանելն է լավ։ Հիմա դուք վերել եք, որ չտանեն, թե որ ով տանի դառնա վարչապետ։ Այ ես չհասկացացի։ Մենք տեսեք, զահլա տանելը էտեն իրավիճակն է, որի մեջ մենք ապրել ենք 35 տարի, 35 տարի թե իշխանությունները, թե ընդդիմությունները զահլեկը տարել են այս ժողովրդի, եւ հետեւաբար զահլեայի արձան պիտի այս երկրում լինեն։ Այն ինչ որ երկարատև է, պիտի դրա մի հատ օրինակ մարմնավորումը դրա լինի, սա այդ իմաստով։ Ով կտանի, ով չի տանի, ով տարել է արդեն մենք գիտենք, ով կտանի այս արձանը, դե արդեն իրան գիտեն, էլի երևի իրան շատ պետքա նաև տունը ունենալ զահլայի արձան կամ ինչ որ միտեղ ոնց որ Լենին պապի արձանն են տարե պահե, երևի նույն կողքն է կտանեն զահլայի, որտեղ իրանց համար դա շատ կարևոր է այդ պահպանելը։ Նաև երկու դնելու մասին եմ ուզում հարց տալ, այ զահլա տանողներին ենք երկուս դնում, թե զահլա չտանողներին ենք երկուս դնում։ Իհարկե զահլա տանողներին ենք երկուս դնում, եւ դա պիտի լինի գնահատականը, նորից կլինի դա անդիմություն թե իշխանություն, տարբեր ժամանակների բոլորին դնում ենք երկուս, թողում ենք նույն դասարանում, եւ սա քաղաքական մոտեցում է։ Նորից սրա մեջ շատերը տենց կատակ են տեսնում, միայն ժպիտ են տեսնում, տենց անլուրջ են փորձում վերագրել, անլուրջություն են փորձում վերագրել։ Սա շատ լուրջ քաղաքական ակցիաներ է, ես պիտի խնդրեմ բոլորին սրան ավելի լուրջ վերաբերվել, որովհետեւ սա ավելի լուրջ է, քան կներեք իրար ներողություն եմ խնդրում, բայց դա իմ բառերը չեն, համբալ անվանելը, իրար սատկացնելու կոչեր եւ, չգիտեմ, տարբեր այդպիսի կոչեր հնչեցնելու իրականացնելը, հա, իրար նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր իրականացնելը, իրար վիրավորել, իրար ընտանիք մտնելը, դա շատ ավելի դատապարտելի է, քան ինչ որ մենք ենք անում։ Մենք բերում ենք նոր մշակույթ եւ մենք հույս ունենք, որ իսկապես այս մշակույթը ընդունված կլինի ավելի շատ եւ կմերժվի այն մշակույթը, որին մենք հետեւել ենք, որին մենք ականատես ենք եղել 35 տարի շարունակ։ Եթե թիվ 2-ը հաղթի, զահլայի արձանի հետ ինչ է լինելու։ Դե դա արդեն ժողովուրդը կորոշի, որովհետև կան սիրված արձաններ, կան չսիրված արձաններ, կան ֆորմալ արձաններ, կան ոչ ֆորմալ արձաններ, տարբեր կյանք են ունենում, տարբեր վերաբերմունք են ունենում։ Շատ հնարավոր է, որ ժողովուրդը սիրի մեր զահլայի արձանը եւ նաեւ տեր կանգնի ու գտնի, որ պետքա պահել, որ այլևս այս զահլեն երբեք չկրկնվի, իսկ մեր իշխանություն դառնալու հետ կամ որովհետեւ ճակատագիր արձանի հետ չեմ կարծում, որ մեր իշխանություն լինել չլինելու հետ ինչ-որ կապ ունի, սա ժողովրդի վերաբերմունքը պիտի լինի այստեղ։ Կարապետյան զբոսակցության էլեկտրոնական միգրական հանձնաժողովը քանորներ հրապարակեց, որ մի մասը դուրս են եկել, դեռ մամուլում այդ քննարկումները կան, թե դուք եթերով անդրադարձել եք դրանք, խնդրեմ ասեք նախնական պայմանավորվածությունը ինչպես է եղել։ Նախնական պայմանավորվածությունը հետևյալն էր, որ մանդատները պիտի վայր դրվեն, պիտի մանդատները պահպանվեն այնքան, որքան ձայներ մենք կարող ենք հավաքել։ Մենք ադեկվատ ենք, մենք համարում ենք, որ մենք այս պահի դրությամբ գոնե եթե արտառոց բան տեղի չունեցե 51+% հավաքել չեն կարող, մենք պահպանել ենք այնքան ձայներ, այնքան մանդատներ, որքան որ կարող ենք հավաքել տոկոսներ ձայներ, մնացած բոլորը վայր են դրել, ու սա մենք նախապես ենք պայմանավորվել։ Ցանկացած մեկին էստեղում դուք տեսնում եք կարմիր շապիկով, դեղին շապիկներով, այսպես։ Այս բոլոր մարդիկ իրար հետ փոխադարձ համաձայնության են եկել, որ մենք մանդատներն ենք վայր դնելու, բայց եթե մենք աշխատենք մանդատները հերթով ստանալ ու վայր դնելը, դա կարող է մի տարի, 2 տարի տևել։ Իսկն անտրամաբանական այդքան ժամանակ, ու այդքան ժամանակ
մենք ձևացնելու ենք, մենք հարգում ենք մեր ժամանակը, մեր ընտրողների ժամանակը ու նաև մենք չենք ուզում դառնալ այդ պրեմիաների ու աշխատավարձների արանքներում ինչ որ ժամանակ պրեմիա աշխատավարձ ստանալու։ Դրա համար շատ հստակ պրոյեկտ ա եղել։ Մի մասը դրել են մանդատները չէ, ինքնաբացարկ են հայտարարել։ Այս պահին մնացածը շատ կարճ ժամանակում կամ ինքնաբացարկը հայտնել ովքեր դեռ ցուցակում են, մնացածն են մանդատները վայրեն, եթե չհաջողեցին, բայց ես չեմ կարծում, որ մենք այդպես 100% չենք հաջողելու։ Ես վստահ եմ գրեթե, որ մեր պրոյեկտը իրականացնելու ենք, այն որ մենք պարլամենտում հայտնվելու ենք, դրա մեջ ես հաստատ վստահ եմ 4%-ը ես վստահ եմ, որ մենք արդեն կարող ենք ասել, որ ունենք հատած, մենք աշխատում ենք ավելի մեծ տոկոսների համար, որտեղից էս վստահությունը շատ պարզ, միայն մեր կուսակցությունն է, որ ունի դրական դինամիկա։ Եվ տարբեր հարցումներ օրինակ այդ մասին չեմ վկայում, նույնիսկ հարցումների արդյունքները, որով անցողիկ շեմը անցնում եք, եթե ձեզ շեմը հաղթահարեք, որ կուսակցությանն եք հնարավոր համագործակցել, ձայն տալ եւ այլն կախված արդյունքներից արդեն։ Մենք վստահ ենք, որ անցնելու ենք, բոլորը չեն, այնտեղ շատ հետաքրքիր հարցման եթե ուշադրություն դարձնեք, մեծ թվով մարդիկ ուղղակի հրաժարվել են պատասխանելուց։ Դա մի մասն է։ Մի մասը որոշակի հատված հարցերին պատասխանել են, բայց կոնկրետ ում են ընտրելու, այդ հարցին չեն պատասխանել։ Ասել է, թե երկրում ստեղծվել է իրավիճակ, երբ որ մարդիկ չեն ուզում ասել, թե ում են ընտրելու։ Սա մի կողմ է։ Մյուս մասը առհասարակ ցանկություն չունի որևէ հարցումների մասնակցել։ Էս էլ ուրիշ հարց է։ Ու մենք տալու ձայները որևէ մեկին չենք տալու։ Մենք գալիս ենք շատ հստակ բոլորին դեմ լինելու կարգավիճակով։ Մենք ասել ենք, որ այո, ինչպես ենք իշխանության հասնելու, շատ պարզ մենք առաջարկում ենք ի տարբերություն մնացածի, ոչ թե 5 տարվա պրոյեկտ, մենք առաջարկում ենք 100 օրյա պրոյեկտ, կոնկրետ գործողություններ փոփոխություններով, 3 կետ փոփոխություններով։ Մենք կարծում ենք, որ շատ ավելի ազնիվ ու ողջամիտ կլինի, որ մնացած ուժերը, որոնք 51% չեն հավաքել, վստահ են մեզ 100 օրյա պրոյեկտ իրականացնելու, ընդամենը 3 փոփոխություններ անելու, եթե չեն ուզում գալ, դառնալ շախին շախ, հերթական շախին շախ այս երկրում։ Եթե ուզում են գալ շախին շախ դառնալ, կներեք, մենք ասում ենք մեռանք, հոգնեցինք այդ բոլոր իրավիճակներում, բոլոր կառավարման մոդելներում մենք հաջողացնում ենք ունենալ արքայից արքա, չեք հոգնել այդ արքայից արքաներից։ Իսկ թվում է մեր հասարակությունը հենց դրանից է հոգնել։ Հենց դա է պատճառը, որ ինքը չի գնում, չի մասնակցում, այնպես չի, որ չկա դժգոհություն։ Անցեք փողոցով ու դուք կտեսնեք ցանկացած միջավայրում, որտեղ դուք հանդիպում եք, դուք կտեսնեք, թե ինչքան մեծ դժգոհություն կա մարդկանց մոտ։ Ուսանողները դժգոհ են, թոշակառուները դժգոհ են, բժիշկները դժգոհ են, ոստիկանները դժգոհ են, ժողովուրդ, այս բան չի եղել։ Ուսադիր կրողները բոլորը դժգոհ են, բայց ինչի չի լինում գեներացիոն, որովհետև զահլեկը տարել են հներով, նորերով, եղածով, թե զահլեկը տարել են։ Այդ դա է պետք, որ մենք այդ 3 փոփոխություններ իրականացնենք, ասելա թե մի տոկոս շեմը կարողանանք իջեցնենք, որ նոր կուսակցություններ, նոր մարդիկ հայտնվեն, բոլորին դեմ եմ քվեաթերթիկը ներմուծենք, որպեսզի այ հենց սկսեն զահլեկը տանեն գան միացած ժողովուրդը իր քվեով մի 50% շղկցնի այդ բոլորին դեմ եմ քվեաթերթիկով, որ սա խելքները գլուխները հավաքեն։ Եվ կային մեծամասնությունը, որտեղ այլևս մի հոգի, մի փոքր մնացածից ավել, երկրորդ փուլում, մի փոքր մնացածից ավել ձայն հավաքելու պարագան դառնա թակավորները։ Հետո ու ոչ մի մեխանիզմ չկա դրանց ձեռը բռնելու, դրանց կանգնեցնելու։ Այս process-ն է, որ պետք փոխել, թե չէ մնացածը կներեք, այս մարդուն կտանենք, այս մարդուն կբերենք, չեք թե հասկանում, որ անձերի փոփոխությամբ որևէ փոփոխություն այս երկրում չի իրականացում, այս երկրում համակարգային փոփոխություն է պետք մի անգամ, ու այդ համակարգային փոփոխության համար մենք ձեզանից 5 տարի չենք խնդրում, ընդամենը 100 օր ժամանակ ենք խնդրում թույլ տալու, իդեպ ասում սա վերաբերվում է եւ փոքր կուսակցություններին, որոնք որ հասկանում են, որ չեն հատելու այդ շեմը։ Սա վերաբերվում է նաեւ փոքր կուսակցությունների համակրող մարդկանց, քաղաքացիներին, որոնք հասկանում են, որ իրանց թիմերին հա գնում են ձեն են տալի, հա այդ մարդիկ չեն անցում։ Ժողովուրդ, միա տարբերակը, հրաշալի տարբերակը։ Բոլորին դեմ առաջարկում է, ոչ թե մենք գանք 5 տարի թագավոր դառնանք։ Մենք առաջարկում ենք 100 օրով գանք ձեր համար նպաստավոր պայմաններ ստեղծենք։ Այնպես որ սա լավագույն տարբերակն է, կարծում եմ բոլորին դեմ է ամենաողջամիտ առաջարկն է, որից հետո գոնե մի քիչ հնարավորություն կլինի զսպել, հա, որովհետեւ մեխանիզմ կլինի, որ միանձնյա իշխանություն կառավարում չի լինի, ինչպես եղել է այս 35 տարվա կտրվածքով։ Այդ դիմումները դուք ներկայացնում եք որպես ժամանակ խնայելու հետ կապված, այսինքն չկա որևէ տարաձայնություն։ Բացարձակ տարաձայնություն ոչ միայն չկա, սա նախապես պայմանավորված գործընթաց էր, որի մասին բանավոր համաձայնվել ենք, նաև պայմանավորել ենք գրավոր ենք մենք բոլորս ունեցել ստորագրված համապատասխան փաստաթղթեր, իհարկե տարաձայնություններ չկան։ Հասուն, տեսեք,
Այն մարդիկ, ովքեր պաշտոն են ուզում, դուք ասեք, փող են ուզում այս արանքում ընտրությունները աշխատել, տենց միշտ էլ եղել է։ Այդ մարդիկ չեն գալի բոլորին դեմ։ Այդ մարդիկ լիք ուրիշտեղ գտել են, որտեղ բարեկեցություններ իրանց ապահոված պաշտոնել են խոսել։ Ստեղ եկել են գաղափարական մարդիկ, ում պաշտոն պետք չի։ Այս մարդիկ եկել են, ուղղակի փոփոխություն իրականացնել, թողեն գնան։ Հետևաբար այստեղ չեն կարող լինել մարդիկ, ովքեր կարող են դες նեղանան, վիրավորվեն ու թողեն գնան։ Մարդիկ հասկանալով, պրեզիդենտն է, որ ինչ անում են, հասկանալով են անում, զգալով են անում, սրտան գիտակցաբար են անում, էլի, պատահական չեն հայտնվել այստեղ մարդիկ։ Այնպես որ ոչ մի արտարոց բան չկա, սա իսկապես նախորդ պայմանավորված, պլանավորված է։ Մենք ըստ հավաքած տոկոսների նաև ինքնաբացարկ էլի մարդիկ կլինեն, գուցե որ ինքնաբացարկ կհայտնեն, այս պահին մենք ուղղակի մի պահ կանգնեցրել ենք, որովհետև վտանգ կա, որ մենք ավելի շատ ինքնաբացարկ կհայտնենք ու հետո կպարզվի, որ ավելի շատ ձայներ տոկոս կհավաքենք ու դա խնդիր կառաջացնի մեզ համար։ Հետևաբար այս պահին կանգնեցրել ենք, process-ը հանգիստ կիրականանա շարունակաբար։ Տիկին Կարապետյան, իսկ օրինակ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները մեզ հարցումներից համար արժանացած են։ Առհասարակ հարցումները վաղուց Հայաստանի համար այլևս արժանահավատ չեն։ Այրայը ինքն էլ մեղմ ասած այդքան վերջի տարիներին վստահությունը կորցրեց։ Ես կարծում եմ, որ Վենսի այցից հետո ուսին Նիկոլ Փաշինյանը թփթփացնելուց հետո ու միջամտելուց հետո մեր ընտրություններին փաստացի միջամտելուց հետո ենթադրել, որ այրայի տոկոսները մի քիչ ավելի բան պիտի գրեն, համեստ պիտի գրեն կամ իրականությանը համապատասխանող անտրամաբանական է։ Վենսը չէր կարող թույլ տալ, որ իր այդ թփթփացնելուց հետո գոնե մի քիչ սիրուն թվերը չկլորանային, չավելանային։ Այնպես որ չէ, այրային էլ ոչ էլ մնա ոչ էլ գելափը մնացածն էլ։ Այսինքն դուք կասկածներ ունեք, որ իրենք նախապես տեղյակ են եւ իրենց համաձայնությամբ են միայն հրապարակում այդ հարցը։ Բայց ես չեմ վստահում որևէ սոցիոլոգիական հարցումներին, առավել եւս առանձին էջերում արվող սոցիոլոգիական հարցումներին, որտեղ պարզվում է ամեն տենց յուրային էջի վրա մեկ էլ նայում ես մի անձը տենց մի 120% բան է, էլի ձայներ է հավաքում։ Այնպես որ դրան այդքան այս պահին լուրջ ես կարծում չի կարելի վերաբերվել։